հմտությունների ակումբն ենք։ Մեր նախագիծը Այբոլիտ նախագիծն է, որի հիմնական նպատակը պարզել թե Հայաստանում թքող, այսինքն թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն ունեցող մարդիկ որքանով են պատվաստում գրիպի դեմ եւ որոնք են չպատվաստվելու պատճառները։ Բացահայտել ենք, որ գրիպի պատվաստումների վերաբերյալ շատ միֆեր կան։ Մեր հետազոտության մեթոդիկան 3 մասից է բաղկացած։ Առաջինը գրական ակնարկը, երկրորդ փուլում սկսվեց հարցումների փուլը, երբ մենք առցանց եւ արկա հարցումներ տարածեցինք բժիշկների եւ ընդհանուր թիրախային հասարակության խմբի շրջանակում։ Հարցումները թիրախային խմբի շրջանակում տարածեցինք on-line հարթակներում ու մենք սկսել ենք գրել մեր գիտական հոդվածը, ձեռք ենք բերել թե կոշտ, թե փափուկ հմտություններ։ Հիմնական կոշտ հմտությունը հենց այս գիտական process-ին ծանոթանալն էր, թե ինչպես է իրականացում հետազոտությունը, ինչպես աշխատել հենց այդ հոդվածների հետ, ավելի փափուկ հմտությունները, թիմային աշխատանքն են։ Ինչպես նաև հենց հաղորդակցման հմտություններն են մեր մոտ զարգացել։ Ես հենց միջև բժշկագիտական ակումբ գալը կողմնորոշված չէի մասնագիտական առումով, բայց իմ որոշումը փոխվեց, ավելի շատ գնաց դեպի բժիշկ հետազոտող։ Մեր ընդհանուր խումբը բաժանված էր 3 հատվածի, ամենասկիզբը այդ ընթացքի եղել է Excel սովորելը, ունեինք գրողների խումբ, ովքեր հենց ամբողջ բովանդակությունը մեր տեսահոլովակների կազմում էին, հետո գալիս էր ձայնագրելու հատվածը, որտեղ կարդում ձայնագրում էր մեր Տիգրանը, ունեինք նաև post-երի ստեղծման խումբ, այդ ամեն ինչի վերջին հատվածն էր հենց caption սարքելն էր, որ հենց PR խումբն էր անում։ Ամենակարևոր հմտությունը, որ ձեռք բերեցինք բոլորով, դա խմբային աշխատանքն էր բնականաբար, որովհետև ինչպես նշեցի, մեր ամբողջ թիմը բաժանված էր տարբեր հատվածների ու եթե մի խումբը չէր անում իր գործը, ամբողջ ցիկլը ոնց էր կանգ առներ, դրա համար երևի կառավարման հմտություններ էլ զարգացան, որ այդ ցիկլը անդադար շարունակվեր, հետևե այդ աշխատանքի ընթացքին։